Բարի լույս սիրելիներս, ինչպես եք, ես շատ լավ եմ, տրամադրությունը շատ լավ է, բարձր, գերազանց, դե գիտեք ինչի համար, ասել եմ, որ տղաս եկել է, ու դա իմ համար ամենաուրախ օրն է, այսօր աշխատանքի չեմ գնացել, որովհետև պիտի մնամ տանը, տղուս կարոտն առնեմ, լավ ուտելիքներ սարքենք, ճիշտ այնտեղ հայտարարեց, ինչ էր գնդապետն է, որ հայտարարեց, ասում է, ծնողներ ջան, հանկարծ երեխաներին չտանեք ու այնքան կերցնեք, որ փորները ցավա չէ, հաստատ տենց չենք անելու, նորմալ, ամեն ձևով, հիմա սուրճ ենք խմում, մայրիկս ա, կիսուրս ա, նստած կոֆե ենք խմում ու վեր կենանք անցնենք մեր աշխատանքներին, ամեն մեկս մեր գործերին, տենանք ինչ ենք պատրաստում, ոնց ենք անում, որովհետև այսօր գալու է մեր հյուրերի հաջորդ խումբը, երեք եկել են մեր այս կողմի ժողովուրդը, հիմա էլ գալիս են հեռու տեղից, այնպես որ պետք է պատրաստվենք, որ դիմավորենք մեր հյուրերին, հիմա կասեք, վայ, ես Հայկը կարող է եկել է ձեր տուն, քեզ նկարում, չէ, այսեմ, որ օպերատորս այսօր փոխվել է, իմ աղջիկն է նկարում, աթոռնիկս էլ քնած է, թե չի անպայման ձեզ ցույց կտա, բայց անպայման ես այս քնից վեր կենա, բանը ցույց եմ տալու թոռնիկիս, կտենակ, տղաս էլ չի սիրում, որ իրան նկարեն, թե չէ տղուս էլ անպայման ցույց կտամ, ահա որ չի սիրում, ասում հանկարծ ինչ չնկարես, դե ես էլ տղուս կամքը կատարում եմ, եթե չի ուզում, չեմ նկարում, բայց մի օր հաստատ կլինի այնպես, որ ցույց կտամ տղայիս էլ։ Էսա դուրս եմ գալի, գնամ դուրս, արևոտ եղանակ է, շատ լավ եղանակ է, դուրս գնամ, տենամ դրսում ինչ է կատարվում, հողը ինչ վիճակում է, հազիվ բախտ է վիճակվել տանը մնալու, մի հատ ֆռամ, մանգամ հայաթը, տենամ ինչ է կատարվում, հավ, ճիվ, հայատ, մայատ, էսա որ դուրս գամ, ձեզ անպայման ցույցադրելու եմ, թե ինչ ձևի հայատներ ունենք, տունը, ամեն ինչը սիրելիներս։ Հիմա դուրս կամ դուրս, ինչ լավ արև աղա, ես ինչ լավ եղանակ ահավ ես անտիչ, գարունը եկել է, գարնան շունչը, ճիշտ է ձմեռ է, բայց գարնան շունչը եկել է, ես էլ մեր տունն է, տեսեք, այսպես սեփական, մեծ տուն ունենք հարմարավետ, ես մեր լաչար շունն է, մեր տունը, որ օտար մարդ է գալի, մեր շունը չի հաչում, բայց հենց մենք են գալի հաչում է, էլի, հակառակ է մեր շունը։ Նա, ես աջգա կուզենա ինձ բռնի։ Ես չեմ գա։ Այս իմ հայաթն է, արդեն տեսեք, ահա, գարնան շունչը եկել է հայաթ, ստեղ ամբողջությամբ այս հայաթում ես ցանում եմ մարոլ, կանաչի, վարունգ, լոբի, մարոլ, կանաչի շատ ենք անում, որովհետև տանում են գործի տեղն էլ, այնտեղ մեր հայաթին ենք տանում, օգտագործում, ասեմ մեր գոմնա, խոզ ենք պահում, ասեմ մեծ քանակությամբ ենք պահում, 6, 7, 10, նայած, թե ինչքանա տեղավորվում, հապեր ունենք, պահում ենք, մի ժամանակ անասուննել էինք պահում, ցուլիկ, բայց հիմա էլ չենք պահում, որովհետև գոմը փոքր է, հազիվ խոզերի համար է, էլի հերիք, ես իմ այսքան հողը հեսա կսկսենք արդեն փորել, ցանել, դա էլ եմ անպայման ցույց տալու, թե ինձ ձևով եմ անում, շատ սիրում եմ։ Են էլ թորնիկս, ահա, թորնիկս, տատաների հետ, մեծ մամաների, այսինքն մեծ մամաների հետ դուրս ա եկե ու տատին ա նայում, հլեդե։ Վերադարձա տուն, բայց դուրսը ավելի լավ էր, որովհետև ես դուրսը շատ են արևը են, չգիտեմ են մաքուրոտը, շատ եմ սիրում, որ ասենց ասա ձեռս ճարելնի, ընդեղ կմնամ, սիրուն իմ համար, շատ եմ սիրում դրսում սուրճ խմել, որ նստում եմ հողոցը, ձեռքերով կոֆե եմ խմում, դա իմ համար առավել է ամեն ինչից, տունն եկա, հիմա մի քիչ մաքրություն անեմ, հավլեմ, մաքրեմ ճիշտ է, մաքուր է, բայց մի հատ մաքրություն էլի չի խանգարի, մաքրենք, սիրուն ու անցնեմ արդեն խոհանոցը պատրաստեմ ուտելիքները ու հեսա ցույց կտամ, թե ինչ եմ պատրաստելու, ոնց եմ անելու։ Հիմա էլ խորովածի ֆարշն եմ սարքում, նայեք, բաստուրմայի եմ դնում, խոզի միսը արդեն դրել եմ, հիմա ինչ եմ ավելացնում, ես սիրելի հետևորդներ, բաստուրման, որ դնում եմ խորովածի, երբեք ռեհան կամ ծիտրոն չեմ ավելացնում, դրա փոխարեն ես միշտ լցնում եմ ուրց,
որը մենք հավաքել ենք մեր սարերից, մեր մոտ էլ անտառներում այդ վերևները լիքը լինում են։ Ես ուրց եմ ավելացնում, ուրցը ինքը շատ լավ համատալի, ես այդպես եմ սիրում, դուք կարող եք ռեհանել անել, քոնդարել անել, բայց ես դրանք չեմ օգտագործում, ինչը ես օգտագործում եմ, այդ եմ ասում, այդ եմ անում, ավելացնում եմ այս ձևի կարմիր աջիկայա ինքը, սենց աղացած բոլոր համեմունքները հետը խառնած այդ ձևի, շատ լավ համատալի, հենց նայեք մեջն էլ ինքը ինչ խոշոր է, ինքան լավ առամատ ունի, սրա համ կծում կա, համ քաղցր կա, բայց ես վերցրել եմ քաղցր տարբերակը, որովհետև ավելացնելու եմ սև պերեցել, նա էլ է կծում, պետք չի, որ շատ լինի, այսպես ավելացնում եմ, քանը լրիվ նորմալ է, ավելացնում եմ աղը, բերեմ են լայն տեղով, որ հեշտ լինի, աղը ես ինչպես միշտ աշկաչափով եմ ավելացնում, կխառնեմ, կհասկանամ նորմալ է, թե ինչ վիճակ է, այս թողումա լրիվ նորմալ է, աղը պետք է լավ տեղը լինի, որովհետև քաշում ամեջը ու ալանի է լինում, ես ալանի չեմ սիրում, այսպես հիմա սև պերեց եմ ավելացնում ու ինչ եմ լցնում լոլիկ, այսպես տրորելով ես ավելացնում եմ լոլիկը, ինչի լոլիկ, որովհետև միսը ինքը շատ փափուկ է պահում ու սոճնի, շատ միանգամից, շատ արագ եփվում է, այսպես տրորում եմ լոլիկը և ավելացնում եմ 1 գլուխ սոխ, սոխն եմ այսպես ավելացնում, ես նայեք իմ տարբերակն եմ ընտրում, ես այս ձև եմ պատրաստում, կարող է շատ մարդիկ նայեն ու ասեն, վայ, ես սիսե հենց է լինեց, ես իմ տարբերակն եմ ասում, թե ես ինչպես եմ սարքում խորովածի պարծը, ես այդպես եմ անում, պաստուրման, ինձ սենց ավելի հարմար է ու ավելի համով է լինում, մեր տան բոլոր անդամներն այդ տեսակի են սիրում, այս սոխն ենքան կծու էր, հիմա ավելացնելու եմ մի քիչ ջուր, սենց մի կես բաժակի կարգի ջուր եմ ավելացնում և սկսում եմ խառնել, որ բոլորը իրար հետ տարածվի, շատ կարմիր պերեց ես չեմ անում, կարիքը չկա կարմիր պերեցի, որովհետև աջիկան հենց ինքը կարմիր գույն է տալու մսին, կարիքը չկա, որ ես կարմիր պերեց ավելացնեմ, այսպես երկար եմ խառնում, երկար, այսպես ակու գլուխ եմ անում, այսպես վերև, ներքև, երկար, ինչքան միսը երկար, սենց ձեռքերով տրորում եք, այնքան հաջող պարշա լինում, այնքան հաջող բաստուրմա աղը մի անգամից մեջն է մտնում, համեմունքները մի անգամից մեջն են մտնում, ինչքան կարակ այսպես վերև ու ներքև խառնեք, ես էլ եմ այդպես լավ խառնում եմ, սիրուն, դա հոտը, որ անուշ ընկել է ամբողջ խոհանոցով մեկ, տեսեք թորնիկից ճաշն եմ ցուցադրում, ինչ ճաշ ենք պատրաստել, առօրյա ինչքան է գործ լինի, այսօր ինչքան է խառը, սենց չգիտեմ խառը, թորնիկը համար մեկ տեղում է, որովհետև պիտի ուտի ճաշիկ, սուպիկ, և շատ համով է ստացվել, և շատ է սիրում մեր Սվետլանան ճաշի մեջ միս, եթե ճաշի մեջ միս չի լինում, այդ ճաշը սենց է, նա ես տամ ենք ուտել սենց է, պճում, ամբողջ ճաշը սենց թապվում, իսկ եթե միս է լինում, սենց տեսնում, որ մեջ բերանը բացում է, դուք պատկերացնում եք, մեր այս թվի երեխաները ինչքան զարգացած են, իսկ առաջներում ես ինչ տայինք սենց խարխար բերաններս բացում ենք, լավ է, թող մեր երեխաները լինեն այս թվի երեխաներ, ժիր, ճարպիկ, ակտիվ, աղջիկը սենց էր անում, ասում էր, մամա, եթե ես երեխա ունենամ ու իմ երեխան ծիծաղող չլինի, ասող, խոսացող, իմ կոպտի ծիծե մինչև տենց էր, ասում էր, այ բալաջան, երեխեն ոնց կա, տենց տին, ասում էր, չէ, ու պարկ ասում էր թորնիկա այդ ձևա, բերանը բաց, ծիծաղ, կոտ, ուրախ, ժպիտը երեսին, իսկական իմ աղջիկա սրտով երեխա է, իմ սրտով էլ ես էլ եմ սիրում, որ երեխաները, կապ չունի երեխաները, բոլորը մեծերն փոքրներն է, տարես բոլորը լինեն մարդամոտ, շփվող, հասարակ, ուրախ, որովհետև այս կյանքում ինչ ա մնում միայն լավությունը, միայն ուրախանալը, որովհետև միայն այդ ձևի բաներն են մնում և հիշվում, սիրելիներս։
Բարևորտներ, հյուրերը հլը մի մասը գնացել են, մի մասը չէ։ Ամանները հավաքվել է, ասեցի կամաց լվանամ ամանները, որովհետև արդեն շատացել է, իսկ իմ խոհանոցն է դարել է մի աղավոր վիճակ, որը չեմ սիրում, անպայման հավաքեմ, մաքրեմ։ Հենց որ մաքրեմ, հետո տենամ, թե ինչ եմ դնում, որ տղայիս ճանապարհեմ, դեռ վեշերը, բաները դες նորմալ չենք դրել։ Սիրուն տարել ենք, բաներ ենք կպցրել, սարքել, կարել, դզել, փչել, լվացել, մնում է տեղավորենք, տղուս վեշերն դնեմ ու հանգիստ խղճով պարկեմ քնելու, որպեսզի առավոտյան ճանապարհեմ նորից բանալ։ Ինչ անեմ, սրտիցս արուն ա գնում, բայց ճար չունեմ, օրենքն այդպիսինն ա ու պետք է ծառայի տղաս։ Մենք էլ ինչ պիտի անենք, համակերպվենք, սպասենք, թե երբ կանցնի տարիները։